Շնորհակալություն նույն օր Փաշինյանը ստատուս գրեց սրակները վենդետայի ուղղությամբ տանելով։ Կրկնում եմ։ Բնական օրինակ չէին նստելու գրեի, հա արել ենք, լավ ենք արել ու էլի կանենք։ Բնական է, որ իրանց կարճ խելքով նրանք նման քայլերով փորձում են այսպես կասկածանքները իրանցից հեռու տանել։ Նույն օրը Բորիս Ավագյանն է սպանվել։ Այո, սակրություն։ Որը այս ԿՊԱ-կան խունտայի մութ գործերից շատ քաջատեղյակ է եղել ու շատ լավ գիտեր ինչը ոնց է գործում։ Հաջորդ օրը ԿՊԱ-ականները մի մարդու պես ինչ գրեցին, ինքնասպանություն է եղել։ Որտեղ դուք Երևանում նստած, ինչ գիտեք, ձեր տները նստած, ինքնասպանություն է եղել, ինքնասպանություն չի եղել, էքսպերտիզա եք տեսել, կարդացել, քննչական նյութերի հետ եք ծանոթ, որտեղից գիտեք։ Դե կարճ խելքով փորձում եք, տիպը այդ ես չեմ արել։ Հռոմեական իրավունքի բազային դրույթներից մեկը եւ հիմնարարային, ասում եմ, իշի կամու выгодно։ Եկեք նստենք, տեսնենք կամու это выгодно։ Ով է շահագրգռված, որ այդ մարդիկ գոյություն չունենան։ Դերից սկսեք ձեր հաշվարկները անել։ Հիմա ուզում եք սա ԿՊԱ-ական սաստավը, որը 50-ած ստատուս գրեք, բայց իրականությունը դրանից չի փոխվելու։ Ու նման ձևով չեն կասկածները բան անում։ Ինչ են անում կասկածները։ Հաստատում կամ նո չեզոքացնում։ Հակառակը էլ ավելի շատ եք կասկած հարուցում ձեր նկատմամբ, ինչ եք մի մարդու պես նստած առավոտից երկու ստատուսներ եք գրում, որտեվ գիտեք ում տակնա չի շիկոտ։ Նույն Բորիս Ավագյանի մասով դուք գիտեք հանձնվող մարդը, որ ինքնասպանություն գործել։ Ես չեմ կարող ոչինչ ասել, որովհետև ես ծանոթ չեմ քննչական նյութերի հետ, ես տեղյակ չեմ ինչա իրականում տեղի ունեցել։ Բայց ես գիտեմ մի բան, որ այդ մարդը ողջ, առողջ կարգավիճակում վտանգավոր էր Փաշինյանին եւ նրա վարչակազմին։ Դա միակ բանն է, որ ես կարող եմ վստահաբար փաստել։ Ես կարող եմ փաստել, որ մարդը զուգարանում ինքնասպանություն չի գործում։ Իսկ իրականում ինչա տեղի ունեցել, դա արդեն թող քննչական մարմինները ինձ պատմեն։ Ով քեզ անցել է, երկու օր անցել է Հայաստանի հյուպատոսարանում, որը մեր արտգործ նախարարության, այսպես ասենք, լիազորության տակ է, ԱԳՆ-ը որևէ հաղորդագրություն չի տարածում։ Եկեք վերադառնանք իմ սիրած հարցին, մեր ԱԳՆ-ի գլխին ով է կանգնած։ Արարատ Միրզոյանը։ Ասկե խաբարել չի, որ նման բան պետք է արվի։ Եկեք հաշվեք, քանի հոգի է զոհվել 18 թվականից ի վեր քաղաքական հիմունքներով։ Հիմա անուններով չեմ հիշում, կարամ Միլպետը, որը ավտոյով պայթեց Ռուսաստանում։ Արմեն Գրիգորյան, որին դատավարության ժամանակ պրոստը բանտում սպանեցին։ Չէ, դե բանտում հասցրեցին մահվան դուր, դատարանում մահացավ մարդը ուղիղ եթերում։ Այսինքն այդ ցուցակը կարելի է անverջ թվարկել։ Եթե դրա մասին չի խոսացվում, եթե դրա մասին ամեն օր չի հիշատակվում, դա չի նշանակում, որ մեր հիշողության խորքում այդ դեպքերը գրանցված չեն։ Դա չի նշանակում, որ օրա գալու դեք ամեն մի դեպքի համար պատասխան եք տալու։ Այն ջահել տղան, որին իբր ինքնասպան եղած գտան Ռազդանի կիրճում։ Հիշեցնեք էլի ով է։ Անունները չեմ հիշում ցավոք սրտի, հա, ազգային ժողովում, որ նստել էր ազգային ժողովի նախագահի բազկաթոռի մեջ, այդ տղային մի քանի օր հետո գտան սպանված։
ու սենց անverջ քանի հոգի են հիմա բանտում ապորինի ձևով, քանի հոգի են բանտում եղել եւ հազիվ դուրս են եկել բանտից շատ ծանր պայմաններով, հա? Դե դուք նստեք ստատուսներ գրեք, որ այդ դուք չեք։ Դուք եք։ Ձեր պատվերն է։ Որտեւ իշահ ձեզ է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Իսկ շահառուն հանցագործի հետ հավասարաչափ պատասխանատվություն է կրում։ Եթե չգիտեք դրա մասին։